Ապարան համայնքում նախորեի պտտահողմը աղետալի վնասներ է հասցրել քաղաքի ենթակառուցվածքներին եւ բնակիչների գույքին։ Բնական այս աղետը, որը տեղացիների խոսքով առաջին անգամն է տեղի ունենում Ապարան քաղաքում, լուրջ խնդիրներ է ստեղծել քաղաքի իշխանությունների համար։ Նախնական տվյալների համաձայն պտտահողմը վնասել է քաղաքի եւ Լուսագյուղ վարչական տարածքի տարբեր հատվածներ։ Մասնավորապես վնասվել է 50 բնակելի տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքի տանիք, 10 կազմակերպության տանիք։ Պտտահողմը հատկապես վնասել է Ապարանի 2 դպրոցների, արվեստի եւ մշակույթի կենտրոնների շենքերը։ Խոշոր ավերածություններ են գրանցվել նաեւ համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության եւ բանկերից մեկի շենքերում։ Բազմաթիվ բնակարաններում կոտրվել են պատուհաններ, վնասվել են պատերն ու արտաքին հարդարանքը, ինչպես նաեւ վնասվել են ավտոմեքենաներ, համայնքային նշանակության այլ կառույցներ։ Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը կոնկրետ ցուցումներ է տալիս արտակարգ այս իրավիճակում հայտնված համայնքը աղետալի վիճակից օր առաջ դուրս բերելու համար։ Ամբողջ գիշեր եւ վաղ առավոտից համայնքի ղեկավարը տեղակալների ու պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաեւ փրկարար ծառայության աշխատակիցների հետ գտնվել է դեպքի վայրում, անձամբ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Իրավիճակին օպերատիվ արձագանքելու նպատակով արդեն սկսվել են վերականգնողական աշխատանքները։ Հատկանշական է, որ համայնքապետարանը առանց վնասների չափերը վերջնականապես հստակ ունենալու եւ փոխհատուցման հարցերը կարգավորելու անմիջապես սկսել է վերականգնողական գործընթացը։ Ինչպես նշել է Կարեն Եղիազարյանը, առայժմ նա աշխատանքները իրականացնում է սեփական միջոցների հաշվին, մինչև որ կառավարությունը փոխհատուցում կառաջարկի։ Մենք չենք սպասելու ինչ-որ մի բանի։ Բոլոր շենքերին հետալուա շինարարական աշխատանքները սկսվելու են։ Այդ համայնքային բյուջեի միջոցներով սկսվելու է այդ աշխատանքները։ Առաջնահերթություն է տրվել բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանը, բնակիչների համար անվտանգ պայմաններ ապահովելու նպատակով։ Համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը աշխատանքային խմբի հետ համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության եւ շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման ամբողջ գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաեւ այս պահին, նպատակ ունենալով հնարավորինս արագ ժամկետներում վերականգնել համայնքի բնականոն կյանքը եւ նվազագույնի հասցնել բնակիչների անհարմարությունները։